Այսօր իմ կոչն է քեզ, սիրելի Աստծո մարդ, որ անհոգ չլինես այն ժառանգության համար, որը դու ունես, հոգևոր ժառանգության մասին է խոսքը, անհոգ չլինես քո ընտանիքի համար, որը դու ունես, անհոգ չլինես այն ծառայության համար, որը Տերը քեզ վստահել է, անհոգ չլինես այն մեկ մարդու համար, որը Տերը քեզ տվել է։ Միգուցե Տերը քո սիրտը շարժել է, որ դու բարեխոսես մեկի համար, աղոթես այդ մեկի համար, շարունակիր աղոթել այդ մեկի համար եւ անհոգ չլինես։ Անհոգ չլինես եւ չկարծես այն փաստը, որ Երուսաղեմի Պարիսների ներսում կա տաճար, դա քո փրկության գրավականն է, չէ։ Իսրայել ժողովուրդը նույնպես այդպես էր կարծում, բա մենք տաճար ունենք եւ շարունակում էին պարծենալ դրանով եւ նույն ժամանակ նույնը Հիսուսի ժամանակ են չէ պարծենում, ասում են Հիսուս տես էս պարիսպները, տես էս պատերը, բայց Հիսուս ասես կյանք չկա նրա ներսում, քարը քարի վրա չի մնալու, կյանքը դուրս է եկել, իմ հոգին մերժված է, իմ հոգին այնտեղ չի այլևս, բայց մի ժամանակ այնպիսի երազանքով էր չէ կառուցվում դա, հասարակ խորանում, որը Մովսեսն էր կառուցել, շատ ավելի ուժեղ էր փառքը, քան այն վերջի օրերի տաճարում, հասարակ խորանում, որ կտավից էր միայն, բեհեզից։ Երբ որ առաջի տաճարը կառուցվեց, գիտես քահանաները չկարողացան մնալ Աստծո փառքի մեջ, բոլորը տապալվել ընկել էին Աստծո փառքի մեջ։ Բոլորն էին ընկել։ Բայց քանի որ հոգին հեռացել էր այդ տաճարից, Հիսուս ասեց, քարը քարի վրա չի մնալու, քանդվելու է։ Ինչու անհոգ եղան եւ չճանաչեցին իրեն այցելողի պահը, օրը եւ իրեն այցելողին։